Ավելի շատ լսեք, քան խոսեք։ Հասարակ, բայց շատ կարևոր 17 խորհուրդներ կյանքի համար։ Այնպես է պատահել, որ շատ ընտանիքներում կյանքի փորձը և օգտակար հմտությունները ոչ թե փոխանցվում են սերնդեսերունդ, այլ ամեն մեկը գերադասում է սովորել իր սխալների վրա։ Երբեմն թվում է, թե մեր որդիներին դեռ շատ վաղ է կյանքի դասեր սովորեցնելը, սակայն մի օր հանկարծ պարզվում է, որ նրանք արդեն ամեն ինչ գիտեն փողոցից և կարիք էլ չունեն ծնողներից ինչ-որ բան հարցնելու կամ սովորելու։ Սակայն կան հասարակ կանոններ, որոնք հենց մեր վարքով կարող ենք փոխանցել մեր զավակներին։ Դրանք փոխանցելու համար պետք չեն ջանքեր, լուրջ հայացքներ, հատուկ ընտրված ձայնի երանգ։ Դրանք շատ հասարակ են, որոշներն անգամ շատ ծանոթ մեր ականջներին։ Սակայն մի փոքր ուշադրությունը դրանց վրա կարող է շատ բան փոխել կիրառողի կյանքում։ Առաջին. հարգեք բոլոր մարդկանց, հավասարապես, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից։ Երկրորդ. վատ բաները երբեմն պատահում են, ձեր խնդիրը դրանք հաղթահարելն է։ Երրորդ. երբեք մի բողոքեք, դա չի պարզեցնի ձեր խնդիրը և չի արագացնի դրա լուծումը։ Չորրորդ. առաջինը, ով զայրանում է, նա էլ պարտվում է։ Հինգերորդ. հիշեք, երբեմն լռությունը լավագույն պատասխանն է։ Վեցերորդ. թույլ մի տվեք, որ մանրուքները փչացնեն հարաբերությունները։ Յոթերորդ. երբեք ձեզ առավել բարձր մի համարեք նրանցից, ում օգնում եք։ Ութերորդ. անհնար է զայրույթը զայրույթով հաղթել։ Իններորդ. նախքան ինչ-որ մեկին մատնացույց անելը, նայեք ինքներդ ձեզ։ 10-րդ. մի ծիծաղեք ուրիշների երազանքների վրա։ 11-րդ. սովորեք ընդունել և խոստովանել ձեր սխալները։ 12-րդ. միշտ կանգնեք, երբ որևէ մեկին ձեռքով ողջունում եք։ 13-րդ. պարտքով տվեք միայն այնպիսի գումար, որի հետ դուք ներքուստ պատրաստ կլինեք բաժանվելու ընդմիշտ, երբ պարտքատերը չկարողանա այն վերադարձնել։ 14. ավելի շատ լսեք, քան խոսեք։ 15. տղամարդը պետք է կարողանա պաշտպանել ոչ միայն ինքն իրեն, այլ նաև ուրիշներին։ 16. միշտ նայեք այն մարդկանց աչքերի մեջ, ում հետ խոսում եք։ Եվ վերջապես 17. ոչ թե լավ տղաներն են ընկնում ընկերների ազդեցության տակ, այլ անկայունները։ Հավատացեք, նման փոքրիկ ու աննշան թվացող կանոններից են սկսվում մեծ գործերը։